Տերը օրհնի բոլորիս։ Այսպես են վերնագրել խոսքը խրատը որդիների համար է։ Մինչ խոսքից անցնելը, այդ վերնագրին համապատասխան մտքին անցնելը, անդրադառնալը հիշեցնեմ ձեզ նորից ու նորից Աստծո քաղցր վերաբերմունքը մեր հանդեպ, սիրո վերաբերմունքը մեր հանդեպ, Գաղատացիս նամակի առաջին գլխի 3-ից 5 համարները կկարդամ։ Պողոս առաքյալի խոսքերն են. շնորհ կլինի ձեզ և խաղաղություն Հայր Աստվածանից և մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ իր անձը մեր մեղքերի համար տվեց, որ մեզ այս չար աշխարհից փրկե Աստծո և մեր Հոր կամքի պես, որին լինի փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Այո, Հոր կամքի պես մեր փրկության գործը կատարեց մեր Տեր Հիսուսը իր անձը դնելով։ Երբեմն մարդը փրկվածներ, թեկուզ Հիսուսին Տեր հավատացողներ, ավելի այսպես ասեմ, այս գնի, փրկագնի մեծությունը դժվարանում են խորը ընկալել, ինչ գնով գնվեցինք, որ իր անձը դրեց մեր մեղքերի համար։ Եվ թե մարդը իսկապես գիտակցաբար խորը հասկանա, ինչ մեծ գին է տրվել Աստված քեզ փրկելու համար, մեզ բոլորիս, այդքան հեշտ չի հետ քաշվի Աստծուց։ Թեկուզ դու չես վճարել քո փրկության գինը, Աստված է տվել իր որդու արյան գնով գնել մեզ, բայց միևնույն է, փրկագնի մեծությունը հասկանալը նույնպես մի ազդեցություն է, մի այսպես ասած հասկացողություն է, որ նպաստում է, որ դու լավ ավելի պինդ բռնես քո Աստծուն, չհեռանաս նրանից։ Ցավում եմ, որ տեսնում եմ շատ մարդիկ տարիներով հավատքի մեջ շատ հեշտ են կարողանում թողնել հավատքի ճանապարհը, հեշտությամբ հեռանալ Աստծուց ու հեռանում են մի անհիմն ու նայն փուչ պատճառներով։ Սա խոսում է նրա մասին, որ լավ չեն հասկացել Աստված ինչ ծրագիր է որոշել իրենց համար, իրենց ընտրությունը հաստատ չեն արել, փրկագնի խորությունը, մեծությունը չեն հասկացել, այսպես ասած լուրջ ապաշխարություն չեն ունեցել և հեշտությամբ էլ կարողանում են թողնել Աստծուն։ Հիմնական պատճառները, որ նայում ես, ավելի սա է, որ երբ որ ինչ-որ մի հարցով խրատական վերաբերմունք են լսում, հանդիմանություն, իրենց մեջ կռիվ է առաջանում, բայց Աստծո սիրողների մեջ կռիվ չի առաջանում։ Հակառակը, նրանք ավելի ուրախանում են, որ Աստված իրենց օգնեց, ուղղում է ճիշտ ճանապարհի մեջ տանի, բայց նա, որ ինքնահավան է, Աստծո սերը չի հասկացել, որ ավելի սիրի Տիրոջը, նվիրվի Աստծուն, իրան սիրողներին չի ճանաչում, շատ հեշտ կարող է վիճել իրեն սիրողի հետ և այսինքն իրեն սիրողի, որը խրատում օրհնություն է բերում իրեն։ Տերը իր անձը դրեց մեր մեղքերից մեզ փրկելու և այս չար աշխարհից փրկի մեզ։ Սա լայն փրկության sense իմաստ ունեցող արտահայտություն է։ Ամեն այս աշխարհի մեջ եղող ամեն վտանգներից, չարիքներից մեզ փրկեց Տերը իր չարչարանքների հաշվին։ Եվ եթե մենք տարիներ են անցնում և դժվարանում ենք խորը հասկանալ, որ մեզ պետք է ավելի լրջորեն նվիրվել մեր Աստծուն, դա շատ տարօրինակ է։ Մարդիկ նայում ես, որ առաջին քայլերը կատարելուց շատ հեշտ էին կարողանում մեղքը զղջալ, խոստովանել, դատապարտել, բայց անցնում է 1, 2 տարի, 4, 5 տարի, փոխանակ ավելի հոգևորապես աճեն, մեղք զղջալու, այսինքն իրենց անձին հաղթելու, իրենց հպարտությունը հաղթելուն ավելի sense վարպետանան, ավելի հաղթական լինեն, հակառակ գոռոզանում են։ Այս սկզբնական ժամանակներում ավելի հեշտ էին մեղք դատապարտում, բայց
Տարիները անցել դարձել են ինքնահավան, ինքնավստահ, հպարտ, ուզում են շրջանցել իրենց մեղք, իրենց սխալները, բայց ուշադրություն դարձրեք, երբ որ Աստված մեզ խրատում է, դա մեր փրկության համար է, դա նման է նրան, որ հայրը իր որդու ձեռքից բռնի, հասցնի դեպի կատարելություն, այ դրան նման է, ինչպես խոսում է Եբրայեցիս նամակի 12-րդ գլխի 6-ից 11-ը կկարդամ այդ հատվածում, Տերը իրեն սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որին ընդունում է, եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բնական բան է, չէ, այսպես պիտի լիներ, մենք տեսանելի այս կյանքի մեջ տեսնում ենք դա, Աստված ում որ սիրում է, նրան է խրատում է, խրատը կարծես թե նման է, իր որդուն ձեռքից բռնի, հասցնի արքայություն, ճշմարտության ճանապարհով տանի, խրատը դրա համար է, օրհնություն է դա, բայց եթե առանց խրատի է մարդը, եթե առանց խրատի ենք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ ենք և ոչ որդիկ, նաև մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանցից ամաչում ենք, չէ որ առավել ևս պիտի հնազանդենք հոգիների հորը և ապրենք, ուշացրեք դարձնում, խրատը ապրելու քեզ կյանքի համար է, հոգիների հորը հնազանդվենք և ապրենք, խրատը դրա համար է, իհարկե խրատը ինչպես է Աստված տալիս մարդուն, իր ծառաների միջոցով չի հիմնականում, բայց մարդը հավատացյալը, քանի որ ծառա է տեսնում, չի պատկերացնում, հենց սա էր Աստծո խրատը, այս մարդու բերանով, գիտե որ հակառակում է մարդուն, կռվում է մարդու հետ, սկսում է իր մեջ ատել ու խռովության տեղ տալ, գիտի թե իր գործը մարդու հետ է և վերջ, ոչ, Տերն ասում էր Մովսեսին, ինձ են հակառակում, այդ որ քեզ հակառակում են, դա հենց ինձ են հակառակում, 10-րդ համարից շարունակեմ, որովհետև մեր երկրավոր մարմնավոր հայրերը, սրանք մի քիչ ժամանակ իրենց հաճո եղածածի պես խրատում են, բայց Աստված օգուտի համար, որպեսզի նրա սրբությունն ընդունենք, և ամեն խրատ, հենց նույն ժամանակին ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում, ովքեր որ աշխատում են իրենց անձերի վրա, վարժված լինեն խրատ լսելուն վարժվածներին, խրատ ընդունելը տանում է արդար խաղաղության պտուղ ստանալու, վախճանը դա է, օրհնություն ստանալու, ապրելու, կյանք ունենալու, սրբությունից սրբություն գնալու, շատ բաներ մենք անում ենք, սխալներ չենք տեսնում, մեզ կողքից նկատում են, տեսնում են, և ուղղում են մեզ, կատարում են Աստծո կամքը մարդիկ, Աստծո պահանջը, եթե եղբորը տեսնես սխալվելիս, մեղանչելիս գնա և ասա, այսինքն դա Աստծո հրաման է, և երբ որ մարդը անում է, դա մեզ սիրելով է անում, Աստծո հրամանը պահելով է անում, ինչու մենք պիտի այդպիսի մարդկանցից խռովենք, խրատին վարժված մարդը այդպես չի լինի, մենք մեր վրա պիտի աշխատենք, ոչ մեկ չի կարող երաշխավորել ինքն իր համար, որ անսխալական ապրելու է, այնքան եք սխալներ գործելու և օրհնություն կլինի, որ բոլոր սխալները, որոնք դու ինքդ չգիտակցես, չնկատես, մեկն ու մեկը գոնե քեզ ցույց տա, սա օրհնություն է, և քո անձը պետք է վարժեցնես դրան, որ խրատ ընդունես, խրատին վարժված լինել ինչ է, լսածի վրա մտածել, չշտապել հակառակել խրատին, մատ լսեմ ինչ է ասում մարդը, գուցե տեղին է, բայց եթե գոռոզամիտ է մարդը, սկսում է խաբել, չէ, այդպես չի, ես այդ արարք չեմ արել, դու սխալվում ես, բայց իրականում փաստվում է, որ ճիշտ են խրատում, բայց հպարտությունը տուլ չէր տալիս իրեն, որպեսզի ընդուներ խրատ, բայց ապրելուդ համար էր դա Աստված արել,
Օրհնություն էր սա։ Մարդ պիտի իր անձը պատրաստ անի։ Եթե նույնիսկ մեկը խրատ է ուզում տալ ինձ, ինչ-որ մի հարցով ինձ հանդիմանում է, թեկուզ պարզվի, որ տեղին չի, ես պիտի մի բան հասկանամ, որ իր շարժարիթը սուրբ էր։ Պարզվեց, որ այս խրատը ինչիում որ ուզում էր ինձ ասեր, խրատեր հանդիմաներ, հետո երևաց, որ չէ, այդ արարքը ես չեմ արել կամ այդպես չի եղել, ես ինչի պիտի վիրավորվեմ, թույլ տամ ինձ։ Տեսար, որ դա ես չեմ արել, դու սխալ տեղն ես ինձ հանդիմանում, բայց ինչի ես կռիվանում։ Տեսավ, որ տեսավ, քեզ վատ բան ասես, չէ, վերջ։ Սա բարի էր, նրա շարժարիթը մաքուր էր։ Նա վատ նպատակով չէր մոտեցել քեզ մի բան խրատելու։ Օրհնություն էր սա։ Խրատին վարժված մարդը վեճի չի անցնի շտապի։ Կամ ի վերջո մարդը խրատին վարժված արագ ռեակցիա է տալիս։ Երբ որ մի բան լսեց, խրատին վարժված մարդ խռովության տեղ չի տալիս։ Անմիջապես մտածում է լսածի վրա։ Ճիշտ է, այս բանը ես արել եմ։ Պարզվում է, որ ես արել եմ, խրատում են ինձ, տեղին է։ Արագ մարդ ասում է, ինչքան շուտ ես սխալը տեսնելուց հետո շուտ ես դատապարտում, այնքան հեշտ է քեզ համար։ Ինչքան ուշացնում ես, այնքան քո մարդկային բնույթը քո վրա ազդում է։ Սկսում է հպարտությունը գլուխ բարձրացնել ու դժվարանում ես հաղթել։ Ինչքան շուտ ես հաղթում, երբ հասկացար սխալդ, խրատ լսեցիր, տեսար, ընկալեցիր դա, էլ մի շրջանցի, ամենաօրհնյալ պահը մեղքը դատապարտելու հենց այդ վայրկյաններն են։ Հիշում եք Դավիթին, երբ որ Նաթանը նրան հանդիմանեց, հետարքիր օրինակ էր Դավիթը։ Երկրորդ Թագավորաց գրքի 12:13 համարում է ասում, որ երբ որ հանդիմանեց, նրա մեղքը դրեց իր առաջին եւ պատիժն էլ ասեց, դու պիտի մեռնես։ 13 համարում Դավիթը խոնարհվեց, թագավոր էր, բայց ուշադրություն դարձրեք, խոնարհվեց եւ ասեց, ես մեղանչել եմ Աստծո առաջին։ Ուրիշ բան չէր խոսում, կլինի որ չմեռնեմ, կլինի ուրիշ մի բան, կամ չէ, ախր ինձ չեք հասկանում, մարդուն պիտի հասկանաք, գիտեք իդի ոնց եղավ, այդպես բաներ չարեց, անմիջապես ես մեղանչել եմ Աստծո առաջին։ Նաթանն էլ Աստծո առաջնորդությամբ ասեց, Տերն է քեզ ներեց, չես մեռնի։ Ու շարունակությունում ասում է այն երեխան, որ պիտի ուրիայի կնոջից ծնվեր, դու այդ քո շնությամբ հեթանոսների բերանը բացել ես տվե Աստծո ժողովրդի դեմ, այդ երեխան չի ապրելու, որ բերանները փակվի, որ Աստված չի հավանել այդ արարքը։ Սակայն այն պատիժը, որ Աստված ասել էր, չեղավ, որովհետև անկեղծությամբ զղջաց, խոնարհվեց, ծանր գործեր արել, վատ բաներ արել Դավիթը, բայց արագ էր զղջաց, անկեղծ զղջում էր, խոստովանություն էր դա։ Գիտեք ոնց, երբ որ մարդը լսում է Տիրոջ խոսքը եւ սրտում պահում սա, ես այդպես պիտի լինեմ։ Լսելու ժամանակ հենց սա աղոթք է, ընտրություն եւ աղոթք։ Երբ որ մարդը որոշում է Դավիթի նման, եթե ես հանկարծ մի սխալ գործեմ, Դավիթին բերած օրինակը փափուկ բարձ դնել չի մեր գլխի տակ։ Կարելի է մեղ գործել, հենց որ հանդիմանեն ինչ ուզեն կանենք, ոչ, դրա համար չի այս օրինակը, այլ Դավիթի նման խոնարհության ապաշխարության օրինակ է դա։ Եթե ես հանկարծ սխալվեմ, պիտի մեղքը դատապարտեմ արագ։ Օգնիր ինձ Տեր, պատրաստ լինեմ, պատրաստ սիրտ ունենամ, խրատ լսելու, ընդունելու, ապաշխարելու։ Որքան անգամ մարդիկ օգնության ձեռք են մեկնել, քույրեր, եղբայրներ սկսել են վեճ անել։ Գոռոզություն ու պարտություն են արել։ Հետո ասում են, ես ինչու հոգեորապես չեմ աճում, չեմ զարգանում, բայց ես հիշում քո այն վեճերը։ Ինչքան անգամ է Տերը քեզ օգնություն ուղարկել, մարդիկ ինչ-որ մի բանում խրատ էին տալիս, շրջանցում էիր, խաբում էիր, վիճում էիր, բայց պարզվում էր, որ այդ մարդիկ ճիշտ էին խրատ տալիս։
Եվ դրա համար էլ հիմա դանդաղել է հոգևոր վիճակը աճդ, բայց գուցե կորցնես կյանքդ։ Խրատ մերժելը, եթե սուրբ գրային առաջնորդությամբ խրատ է, պարզվում է, որ իսկապես տեղին է, դու լուրջ վնաս կքաշես։ Շատ վտանգավոր բան է դա, խրատ մերժելը։ Ասենք թե մարդիկ ամեն ինչ չեն տեսնում, մեկն է տեսել ու շարքային հոգևոր է, հովիվ չի, ավետարանից չի, ու լավություն է անում քեզ։ Նույնիսկ գիտի, որ կարող է եւ թշնամանաս իրեն ատեսել, բայց անում է այդ մարդը այդ քայլը։ Փոխանակ ուրախանաս, ասում է Աստված ում սիրում է, նրան է խրատում է։ Փաստորեն այդ մարդու արածը սիրո վերաբերմունք էր։ Խրատը սիրո արտահայտում է։ Փոխանակ ուրախանա մարդը վիճում է մարդու հետ։ Ցավում եմ, որ շատ մարդիկ այսօր հենց խրատի պատճառով, խրատ ստանալու պատճառով հակառակում են, նույնիսկ շատ արագ, մեկ էլ տեսնում ես, շատ արագ փոխվեցին։ Ձայն չեն անում, լուռ ու մունջ, 2-3 օր հետո կամ մի շաբաթ հետո տեսնում ես լրիվ աշխարհիկ մարդկանց, մեղավոր մարդկանց հետ գործեր է ձեռնարկում եւ նրանց հետ նստում հելնում, մեկը մեղավորների հետ խմիչքով կտարվի, մեկը շնացող կանանց նախկին ընկերուհիների հետ ինչ որ չար ճանապարհներով կգնա ինչ որտեղ մի հատ հանգստանալու, ես չեմ հասկանում, սա ինչ նշան է։ Իսկ ոչ միայն խրատ մերժեց, հավատք թողելու նշան է սա։ Հավատք թողեց մարդը, դարձավ հետ աշխարհ, սրա նշանն է։ Հասկանում եք, արագ, այդքան արագ մարդը կարող է ընկնել, եւ այս օրերին ովքեր ընկնում են, շատ էլ արագ են կործանվում։ Այնքան արագ է արտահայտվում մեղքից որսված, սատանայից որսված լինելը, շատ արագ կործանվում են։ Բայց ուշադրություն դարձրեք, Աստծո խոսքը, այստեղ Եբրայեցիս նամակում ասում է, խրատոյն վարժվածներին այդ խրատները, այդ հոգատարությունը արդար խաղաղության պտուղ է վճարում։ Օրինակ Եփեսացիս նամակում, ասենք խրատ վարժվածի միտք ավելի խորը հասկանալու համար Եփեսացիս նամակի խոսքը մեջ բերեմ, Եփեսացիս նամակի 4-րդ գլխից 26-27 համարները, ասում է. «Բարկանաք մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնե եւ տեղ չտաք սատանային»։ Կարծես բարեր կամ մեջից ոնց որ սղված լինեն, բայց ուզենաս միտքը կհասկանաս։ Բարկանալ դեռ չի նշանակում մեղանչեցիր, բայց եթե մեղանչել ես, մի ուշացրու, թող արեգակը մայր չմտնի քո արարքի վրա, մի ուշացրու, երբ հասկացար, շտապիր դատապարտես մեղքդ, ուղղես քեզ, ում առաջ մեղանչել ես, նրա առաջ խոստովանես, նորմալ է սա, դատապարտես արարքդ, իսկ եթե դա չանես, տեղի տվեցիր սատանային։ Ասում է, բարկանաք, մի մեղանչեք, եւ եթե մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի, շուտ դատապարտեք եւ որ տեղի չտաք սատանային։ Սատանան ձեր վրա իշխանություն չունենա, ոտի տեղ չունենա։ Այո, ինչու են արագ ընկնում։ Անձնատուր են լինում սատանային, սենց ասած։ Տեղ տվեցին չարին, չարն է որսում է մարդուն։ Շատ արագ սկսում է ապստամբել, հակառակությունների տեղ տալ, չար մտքերի տեղ տալ, ատել իրեն սիրողին, իր համար խնամ քանողին, ատել մի մարդու, որ հետևից վազում է, տեսնես ինչով կարամ օգնեմ այս մարդուն, շրջվում է մի հատ էլ անարգում, ձեռքը ճար լինի մի լավ ապտակ կտա։ Բայց իրականում դա Աստծո սերն էր։ Դա հենց օրհնյալ պահն էր իրա։ Օգնության ձեռք, որ Աստված ձեռքից հետ բռնեի ու տանի, կռիվդ մարդու հետ չի է։ Այո, մարդու հետ էլ է, բայց առաջին հերթին Աստծո դեմ է։ Տեսեք Հուդային, բազում անգամ խրատ լսեց, շատ անգամ թեմաներ էր լսում, ագահությունը մարդուն կործանում է, բայց գանձարանքից տանում էր,
ու հասավ նրան, որ 30 արծաթի համար Քրիստոսին մատնեց։ Եվ ինչ եղավ։ Փոխանակ խոնարհություն աներ գար Տիրոջ առաջ, Աստծո առաջին։ Գնացել էր քահանաների առաջին, չէ, ասում էր, ես անմեղ արյուն մատնեցի, Մատթեոս ավետարանի 27-րդ գլխի 3-ից 5 համարներն են։ Նրանց խրատն ինչ էր։ Դու տես, ինչ ուզում ես արա։ Իբրև հոգևոր առաջնորդի մոտ են գնացել։ Խի չգիտեիր ովքեր են քեզ օգնողները։ Էդի խոնարհության ճանապարհ էր, գնաց ինքն իրեն խեղդեց։ Ինքնասպանություն արեց։ Գիտեք, ոնց որ այսօր մարդիկ էլի փառքաստում ինքնասպանություն չեն անում, բայց դրան հոմանիշ մոտիկ քայլ են անում։ Միանգամից ընտրում են աշխարհային ընկերներ, չար ճանապարհ, միանգամից։ Սա ինքնասպանության նման քայլ է։ Չար խորհրդակիցներ, դրա նման քայլ է։ Ուր ես հասնելու, եթե դու ընտրել ես դա։ Որտեղ է լինելու քո վերջը։ Մարդը պիտի մտածի իր հետագայի համար։ Պողոս առաքյալը խիստ խոսեց Կորինթացիս նամակում, որ խոսում է երկրորդ նամակ Կորինթացիս, առաջին նամակում խիստ խոսում մեկին հանդիմանում եւ նաեւ հենց ընդհանուր եկեղեցում ասում որ դուք այս մեղք ունեցող վատ արարք ունեցող մարդ ունեք ձեր մեջ եւ խիստ չեք վերաբերվել այդ մարդու հետ։ Ու պատժում է այդ մարդուն եւ հանդիմանում նաեւ մյուսների, որ ինչու տեղին վերաբերմունք ցույց չեք տվել։ Բայց այսպես ասած խիստ վերաբերմունքով, խիստ խոսեց, խիստ պատիժ տվեց, սա տեսավ տրտմել են ժողովուրդը եւ այդ մեղանչողը եւ ժողովուրդը այդ վերաբերմունքից տրտմել են, ուշադրություն դարձրեք երկրորդ նամակում ինչ է խոսում։ Կորինթացիներին ուղղված երկրորդ նամակի 7-րդ գլխի 8-ից 10 համարները կկարդամ, որովհետև թեև տրտմեցրի ձեզ այն թղթովը, չեմ զղջում։ Թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այն թուղթը, թեև մի փոքր ժամանակ ձեզ տրտմեցրել եմ։ Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որ տրտմեցիք ապաշխարության համար, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեցիք, որ մեզանից ոչ մի բանով չվնասվեք, որովհետև Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու, բայց աշխարհի տրտմությունը մահ է գործում։ Երբ որ տեսել է տխուր տրտում ժողովուրդը այդպես իմ խիստ խոսքից, կարծես ես էլ էի տխրել իմ մեջ ինչի այդպես խիստ արեցի, բայց հետո որ տեսա, որ ապաշխարեցիք, ուղղվեցիք, ում որ հանդիմանել էր հանդիմանեցիք, ես ուրախացա։ Էլ ոնց որ ասած, որ այդ խիստ վերաբերմունքս ապաշխարության նպաստեց, տրտմեցիք դեպի ապաշխարություն տանող տրտմությունով։ Այո, վերաբերմունքները, եկեղեցում եղող վերաբերմունքները տրտմություն կարող են բերել։ Խրատական հանդիմանությունները, խիստ խոսքերը, նույնիսկ պատիժները, եթե դրանք չլինեն, մարդը չի կարող ապաշխարի։ Նայած ինչ խորությամբ է մեղքի մեջ ընկել։ Վերաբերմունքներ կան, ոնց որ մարդուն մտածել տա իրեն ապաշխարելու համար։ Պատիժներ կա, որ ինչ որ բանից զրկվում է մարդը, դա պատճառ է, որ մարդը հիշի իր արարքը, խորը զղջում ապրի, թողնի մեղքը, գա դեպի Աստծո կամքը կատարելու, որոշում կայացնի Աստծուն հետևելու, չմոռանա, օրերով մտածի իր ուղղվելու վրա, որ լիարժեք լինի իր ապաշխարությունը։ Սակայն մարդը վիճում են, կռվում, հակառակում են Աստծուն, բայց այստեղ կորինթացիք խոնար էին, նրանք ապաշխարության տրտմությամբ տրտմեցին, զղջացին, եւ Պողոսն ասում է, «Էլ չեմ զղջում, որ այդպես խիստ եմ խոսել, որովհետեւ ձեր փրկության մի տրտմություն եղավ ձեր մեջ արտահայտվեց, որը տարավ ապաշխարության, որը նպաստում է, որ դուք փրկությունը պահեք»։ Բայց աշխարհի մեջ, աշխարհի կերպով տրտմություն կա, որ մահ է գործում։ Տրտմում են ոչ այնպես, ինչպես որ պետք է։
ինչ-որ մի բանից զրկվեցին, վեճ ունենում, էլի տրտմած են, բայց ապաշխարության միտք չունեն, խռոված են, պատրաստ են, ասենց ասած, դավաճանելու, պատրաստ են ուրանալու այն բարեկամական, հարազատական վերաբերմունքը, ինչ որ տեսել են, ունեցել են, գործերի են պատրաստ անելու, որ տանում է դեպի մահ, վատարարքի։ Իսկ մարդ, որ անկեղծ իր անձի քննության վրա մտածեց, իր անձը քննեց, իր արարքը տեսավ, զղջաց, տրտմությամբ եկավ Աստծո առաջին խորը զղջումով ապաշխարեց, դա փրկության ապաշխարության համար էր։ Տերը ձեզ օրհնի ժողովուրդ ջան։ Եկեք մեր սրտում այսպես տնենք։ Ոչ մի բան մեզ չպետք է տանի նրան, որ լինենք գոռոզ հպարտ։ Եթե խրատի արժան ենք ու մեզ խրատում են, պիտի մենք պատրաստ լինենք լսելու։ Նորից եմ ասում, ժողովուրդ, կարող է մեկն էլ մի բան չի իմացել, որ դու չես արել, խրատում հետո պարզվի դու չես արել, դրանից էլ իրավունք չունենք, բորբոքվենք, խռովենք։ Պարզվեց, որ ես չեմ արել, փառք Աստծո, բայց եթե մարդը հոգյանում ու տեղին ինձ խրատում է, առավել եւս պիտի հարգեմ այդ մարդուն, արագ շտապելով, արեգակը մարդ չմտնի, սենց այն որ ասած երեխեքին մի բան ասում ես, չէ՞, տեն մեզ մի րոպե հետո պատրաստ է հետդ խաղա։ Ոնց որ ոչ մի հատ խռովելու բան չես արել։ Անխռով, հենց խրատողիդ հետ նորից լավ հարաբերությամբ պատրաստ լինես նստես ինչ-որ մի հարց քննարկես։ Խրատ ընդունեցիր, ապաշխարեցիր, զղջացիր, դատապարտեցիր եւ սիրտդ պատրաստ նրա հետ մեկ այլ հարց էլ քննարկելու։ Թեկուզ մեկ ուրիշ հարց։ Այսպես պիտի լինի մեր վիճակը, մեր ընթացքը, որ մենք հասնենք կյանքի ժողովուրդ։ Դժվարին ժամանակներ են, հազար մի դժվարություններ կհանդիպեն մեզ, գուցեև շատ բաներում սխալվենք էլ, ոչ մեկ չի երաշխավորված, որ անսխալական ապրելու է, բայց թող Տերը մեր ձեռքից բռնի եւ հասցնի երկնային տուն։ Իր հայրական, ում որ սիրում է, նրան խրատում է, կարծես ձեռքից բռնի եւ հասցնի տուն։ Օրհնի մեզ Աստված։ Աղոթենք այս ընտրությունը խրատ լսելու հաստատ լինի մեր մեջ, Տիրոջ ձեռքով։ Տերը օրհնի մեզ։